Բարի օր, սիրելի ունկնդիրներ։ Հենման կետում մենք այսօր քննարկելու ենք աշխարհի համարյա թե բոլոր հարցերը, բայց այդ բոլոր հարցերը մենք պրոյեկտելու ենք Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ այսօր ես ունեմ շատ զարմանալի ու շատ սիրելի հյուր։ Սամվել Մելիքսեթյան, բարի գալուստ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, տեսեք, ընդամենը մեկ ամիս անց համարյա թե հունիսի 2-ին դարձյալ Հայաստանում էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ Եվրահանձնաժողովի նախագահը եկել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին ու թերևս բոլորիս ասելու, թե ինչ կանի Եվրամիությունը, ինչպես կանի, ինչ ժամանակում կանի Հայաստանի Հանրապետության համար։ Սա միանշանակ է։ Արդյոք այսքանից հետո դեռ գոյություն ունի հարց, մենք այստեղից վտարում ենք Ռուսաստանին, ինչպես ներկայացնում են Կրեմլի վկաները, սա մեկ, եւ երկրորդը, արդյոք այսքանից հետո քաղաքացիական պայմանագիրը վերջապես կհասկանա կամ գործողությունների մեջ կդնի իր քայլերի մեջ կդնի այն մտայնությունը, որ այլևս անհնար է նստել երկու աթոռի վրա, որովհետև այդ հավասարակշիռը տարածաշրջանայնացումը, հավասարակշիռ քաղաքականությունը, որ դրված էր նաև ԿՊ-ի նախընտրական ծրագրում, իրականության է դե ֆակտո հակասության մեջ է, որևէ մեկը թույլ չի տա Հայաստանին հավասարակշիռ քաղաքականություն վարել այն պարագայում, երբ Ռուսաստանի Դաշնության ձեռքում այսքան Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այսքան մոնոպոլիաներ կան, որևէ մեկը Հայաստանի Հանրապետությանը թույլ չի տա հավասարակշիռ քաղաքականություն վարել այն պարագայում, երբ այդ հավասարակշռման երկու կողմերը միմյանց հետ ոչ թե համագործակցում են, ոչ թե բարեկամական հարաբերությունների մեջ են, տեղ նաև պատերազմի մեջ են, սառը կամ տաք։ Այսպիսի պայմաններում արդյոք այդ հավասարակշիռը Հայաստանի Հանրապետությունն ավելի խոցելի չի դարձնում եւ Հայաստանի Հանրապետության համար ավելի մեծ վտանգ չի, քան թե անվտանգություն է ապահովում, ինչպես մեզ ամենայն դեպս 8 տարի փորձում է համոզել քաղաքացիական պայմանագիրը։ Դե գիտեք, այստեղ մի քանի տարբեր հարցեր կան։ Առաջինը նա է, որ հավասարակշռի քաղաքականությունը Հայաստանը այդ ձեր մոդելը, որ նկարագրեցիք, եւ այնինչ ընկալում է Հայաստանից Ռուսաստանը, դրանք տարբեր հավասարակշիռ քաղաքականություններ են, այսինքն կոնֆլիկտ կա արդեն այդ հավասարակշիռ լինելու ըմբռնման մեջ, եւ ես վստահ եմ եւ նաեւ նախկինում եմ սա ասել, որ ինչքան էլ հայկական կողմը փորձի այդ հավասարակշռությունը պահպանվել, այդ առումով ես դա որպես տակտիկական, այսպես ասած, մարտավարական մոտեցում գուցե դա ընդունում եմ, բայց երկարաժամկետ առումով որպես երկարաժամկետ ռազմավարություն ես համարում եմ անխուսափելի, որ սա չի բավարարելու ռուսական կողմի ընկալումներին ու կան օբյեկտիվ կոնֆլիկտներ, որոնք հայկական կողմի համար գուցե ինչ-որ փոքր բաներ են եւ ինքը փոքր քայլերով փորձում է այդ հարցերը լուծել, ռուսական կողմի համար դա արդեն կարմիր գծեր են կամ իրենց կենսական շահերի ոտնձգություն եւ ես կարծում եմ, որ իհարկե որոշակի ինչ-որ հրադադար դիվանագիտական հնարավոր է, բայց երկարաժամկետ առումով այն ուղղությունները, որով փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Հայաստանը եւ այն մշտական ձգտումները, որ ունի հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանը, ընդորում դա Հայաստանի հետ այդքան էլ կապված չի, դա ընդհանուր ռազմավարություն է բոլոր հետխորհրդային երկրների նկատմամբ։ Ես կարծում եմ դրանք հակասության մեջ են, օբյեկտիվ հակասության մեջ են եւ այստեղ իհարկե խնդիրը նրանում է ինչքան ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս հետխորհրդային տարածաշրջանից, հա։ Բերմուդյան եռանկյունից, որտեղ ամեն անկյունում մեկական Ռուսաստանը հասցրել է տեղադրել այդ խորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա, բայց այստեղ կազուս կա, տեսեք։ Հայաստանի Հանրապետության այդ բոլոր խնդիրները սկսեցին Թավշյա հեղափոխության առաջին իսկ պահից, չնայած Նիկոլ Փաշինյանն անվերջ ասում էր ռևերս չենք անելու։ Չարեցինք ռևերս։ Արտաքին քաղաքականությունը չարեցինք մինչև 2020-ը, բայց տեսեք, զուգահեռ արդյունության մեջ Ղազախստանը ինչ համաձայնագրեր է կնքում Եվրամիության հետ, ինչ պայմանավորվածությունների է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ըստ էության Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ղազախստանը շատ ավելի լայն ծրագիր ունեն, քան Տրիպով մենք նախատեսում ենք հազվագյուտ մետաղների վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը դրա դեմ չի ընդվզում։ Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը Կասիմ Ժոմարտ Տոկաևին չի ասում, ես ինչ եք անում։ Մի մոռացեք, որ դուք այստեղ ասենք ունեք մեզ ենթակա տարածքներ կամ չգիտեմ ինչեր, կամ ընդհանրապես ինչու ձեզ մոտ այս հարցերը լուծվում են ոչ թե մեր ենթակայությամբ, այլ լուծվում են Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
Ինչու է Ռուսաստանի Դաշնությունը ֆիքսվել հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Արդյոք իրենց գնահատականով մենք այս պահին թույլ օղակ ենք, հակառակ այն պարագայում, որ ամենաթույլ օղակը թերևս աշխարհում այս պահին իրենք են։ Դե իրենք աշխարհի համատեքստում մենք իրենց այդ հետխորհրդային, ինչպես ասի, տարածաշրջանում իրենք միշտ դիտարկել են Հայաստանը որպես ամենակախյալ երկիրը հետխորհրդային տարածաշրջանի, հետո նայեք Ղազախստանի բոլոր ծրագրերը դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները արևմուտքի հետ իրենք ասում են հարավային Կովկասի տարածքով ու հիմա Ռուսաստանը կորցնում է առաջին հերթին ուկրաինական պատերազմից հետո իր դիրքերը հենց հարավային Կովկասում, հա։ Եթե մենք Հետևաբար կորցնում են նաև այնտեղ։ հետևաբար նաև այնտեղ է թուլանում եւ դա է պատճառը, որ այս փոխկապակցված աշխարհագրության, եթե ինքը պահպանի այստեղ լծակները, ինքը նաև կպահպանի ավելի շատ լծակներ այն դեպքում ու հակառակը, հա, ու ես կարծում եմ, որ նաև գիտեք շատ մեծ սիմպաթիայով այս գործընթացը նաև որ այս որոշակի Հայաստանի ավելի արտահայտված այնուամենայնիվ իր շահերը պաշտպանող քաղաքականությունը ապրիլի 1-ի այն թեթև բանավեճը, որ եղավ Փաշինյան-Պուտինի հետ, հիշում եք այդ սոցցանցերի ազատության մասին եւ այլն եւ Պուտինի դեմքի ինտերնետը մեզ մոտ ազատ է եւ դրանից հետո դուք կարող եք նայել այդ ամբողջ այսպես կոչված հետխորհրդային տարածաշրջանը ուղղակի ուրախությամբ էր նշում այդ ինչ որ ընդվզումը, հա, եւ նաեւ Ղազախստանում շատ ուշադիր հետևում էին ընտրություններին հայաստանյան, ընդհանրապես դուք նաեւ կարող եք հիշել, որ Տոկաևը այցելեց Վրաստան եւ այնտեղ ստորագրեցին մի շարք պայմանագրեր, այդ Միջին Միչանսկի այդ շրջանում զարգացնելու ու նաեւ Բաքու-Ջեյհան այդ նավթատարը օգտագործելու։ Տոկաևը նաեւ առաջիններից մեկը Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց, հակառակ նրան, որ ասենք Ռուսաստանի Դաշնությունից մինչեւ հիմա իրենց շնորհավորանքը փորձում են առևտրի առարկայի։ Այո, նաև նոյեմբերին անցած տարվա Փաշինյանը այցելեց Ղազախստան, այնտեղ իրենց բարձրագույն շքանշաններից մեկը ստացավ, ընդհանրապես տեսնում ենք հիմա Հայաստանը եւ Ղազախստանը նոր դեսպանատներ են կառուցելու, ընդլայնում են դեսպանատների տարածք եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք հստակ այդ հետաքրքրությունը, որ կա մեր տարածաշրջանի նկատմամբ եւ այդ ամենը շատ Բայց նաեւ Տոկաևը այն 4 երկրներից մեկի նախագահն էր, որը պնդում էր, որ Հայաստանը հապկում մնալու հեռանկարը եւ այլն։ Այո, դա էլ իրանց բալանսավորված քաղաքականությունն է, ընդ որում այդ ԵԱՏՄ-ի հետ կապված հայտարարությունը դուք հիշում եք, որ քննարկվում էր Հայաստանի դեմ, որ ինչ որ պետքա կողմնորոշվի եւ այլն, այնտեղ ըստ որոշ տվյալների ղազախական մամուլում այդպիսի ակնարկներ կային, որ հենց Տոկաևի եւ Ղազախստանի պատճառով որ մեղմացրել էին որ բնութագրերը նաեւ ռուսական կողմը ավելի կոշտ տեքստեր պատրաստել, այո։ Եվ ես կարծում եմ, որ այս բնական զարգացումները կան ու այս հայ-ադրբեջանական հատկապես հարաբերությունների կարգավորումը բերում է նրան, որ այն կախվածությունը, որ ունեցել է Հայաստանը Ռուսաստանից, անբնական կախվածությունը ինքը այլևս օբյեկտիվորեն չի կարող լինել եւ սա նաեւ իհարկե նյարդայնացնում է ռուսական կողմին բայց ինչպես նշեցի, սա անբնական կախվածություն է, այսինքն ոչ մի հետխորհրդային երկրի տարածքում Ռուսաստանը այսքան բազմատեսակ ներկայություն չունի, ոնց որ Հայաստանը, հա, եթե Բելարուսը չհաշվենք, որը ռազմական, թե տնտեսական, թե էներգետիկ, այո, թե սահմանապահների ու բոլորի պատճառը, եթե մենք հանենք Հայաստանը չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման, նախ եղել է անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի հարցը ու տասնամյակների անվտանգությունը, այսինքն Հայաստանը միշտ ինչ-որ բաներ ա վերցրել Ռուսաստանից, հա, զիջել է իր տարածքում ինչ-որ դիրքեր, փոխարեն ակնկալելով այն ինչ-որ անվտանգության ինչ-որ երաշխիքներ, բայց ձեր նշած ճգնաժամը նաև կարելի է հիշել, որ սկսեց 2009-10 թվականներին, հա, եւ Ռուսաստանը սկսեց լայնածավալ զենքի վաճառք Ադրբեջանին եւ 5 միլիարդի առնվազն այդ հիմնական նաև հարձակողական զինատեսակներ վաճառեցին Ադրբեջանին։ Այո, բայց Ռուսաստանին ավելի շատ էր եւ ավելի լուրջ էր, ու դուք կարող եք նաև հիշել ապրիլյանի ժամանակային ճգնաժամը, որ կար դրանից առաջ արդեն իսկ Ռուսաստանը հստակ կարող ենք տեսնել ներգրավեց Սիրիայի կոնֆլիկտի մեջ եւ հետո Թուրքիայի հետ սկսեց ինչ-որ քաղաքական գործարքներ այնտեղ ազդեցությունների գոտիների բաժանելով Սիրիան փաստացի։ Աստանայի, հիշում եք Աստանայի, Իրան, Ռուսաստան, Ղազախստան։ Հետագայում տեսեք, եթե այդպես այդ կտրվածքով գնանք, երևի այս ամեն ինչը սկսվել է իսկապես 2007-ից Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանի Դաշնության նախագահի ճառից, որը փաստորեն հավաստում էր, որ Ռուսաստանը վերադառնում է իր ԽՍՀՄ վերականգնելու ֆիկցիային,
ներկայանում է իբրև գերտերություն, որի հետ պետք է բոլորը հաշվի նստեն առանց հաշվի նստելու իրական կշռի, իրական ազդեցության կամ իրական հնարավորությունների մասին։ Ու պատահական չի, դուք ճշգրիտ հիշատակեցիք, որ 2007 թվականի Մյունխենի համաժողովին հաջորդեց 2008-ին, թեպետ այդ ժամանակ նախագահ Մեդվեդևն էր, բայց որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Մեդվեդևը նոմինալ նախագահ էր եւ իրական ղեկավարը Պուտինն էր, հաջորդեց ներխուժումը Վրաստան։ Արդյոք այդ ժամանակից մենք չպետք է հասկանայինք, որ Ռուսաստանի Դաշնությունը որևէ պետության համար անվտանգության երաշխավոր չի, մտադիր չի լինել։ Կարող է, բայց մտադիր չի։ Կարծում եմ փորձեց Հայաստանը այն ժամանակ այդ ֆուտբոլային դիպլոմատիա կոչվածը հենց միտված էր նաև դրան, որովհետև վախեցին այդ Ռուսաստանի քայլից հստակ, բայց այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով հայկական կողմը վճռական քայլեր չկատարեց, այսինքն ինքը ճիշտ չգնահատեց իրավիճակը, ելի ավելի շատ հենվեց Ռուսաստանի վրա 2010 թվականին իմ հիշելով նաև հետաձգվեց, երկարաձգվեց ռուսական ռազմաբազայի ներկայության պայմանագիրը 44 թվականը 2013 թվականին այդ պատմական շրջադարձը եղավ դեպի Մաքսային միություն եւ ԵԱՏՄ 2014-15 թվականներին այդ գազային մնացած ենթակառուցվածքները եւ իր մասը Հայաստանի այդ վերջին 20%-ը հանձնեց Գազպրոմին 15 թվականին Լավրովի պլանը կար 16 թվականին ապրիլյան պատերազմը դրանից հետո նոր վարկեր Ռուսաստանից նոր կախվածություն Կարեն Կարապետյանի այդ բանը, հա, քաղաքական դաշտ բերելը, որ պրոռուսական ինչ-որ մի ուժ, եւ մենք տեսնում ենք, որ հակառակ միտումը գնաց, հա, այսինքն հասկանալով իրավիճակի լրջությունը, այնուամենայնիվ Հայկական իշխանությունները այդ հեռատեսությունը չունեցան հասկանալու համար, որ Ռուսաստանը չի կարող լինել երաշխիք Հայաստանի Հանրապետության համար, որ ինքը չունի այնպիսի լուծում Լեռնային Ղարաբաղի հարցի, որը կարող է լուծում լինել, այսինքն Ռուսաստանի լուծում պետք չէ, Ռուսաստանի պետք էր իր Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակը, ստատուս քվո։ Այո, եւ նաեւ հիմա հաճախակի այս թեման վիճարկվում է, որ Ռուսաստանն էլ է ասում, որ մենք խաղապահ ուժեր տարեցինք Ղարաբաղ, բացես պաշտպանեցինք եւ այլն, ու սա ինչ որ մի sense ոնց որ լավություն է դրսեւորվում, հա, որ եկել են մեզ պաշտպանելու, բայց ճիշտ են խաղապահները, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը հավաքեցին Իվանյանում եւ Երևան ուղարկելու փոխարեն տարան Բաքու։ Այդ խաղաղապահները, այն խաղաղապահները, որոնք իրենց տարածք մուտքի առաջին իսկ օրը հանձնեցին հին թաղերը, Խծաբերդը, Փարուխը, այո, հետո եւ ճիշտ նույն է խաղաղապահները, որոնք ադրբեջանցի բնապահպաններին չէին կարողանում ուղարկել իրենց տները։ Շրջափակել էին Արցախ։ Չէին ուզում, այո, ու սա չէին կարողանում, ոնց չէին։ Մենք շատերը բացատրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմից հետո ինչ որ sense անկարող էր այդ բանը անել, հա, այդ քայլերը ձեռնարկել, բայց ձեր հիշած Խծաբերդը ու հին թաղերը դա 20 թվականի դեկտեմբերի սկիզբն էր, այսինքն նոր էր ավարտվել։ 21 թվականին Ադրբեջանը խախտում էր Սև լիճ, այդ Հայաստանի տարածքեր ներխուժում 22 թվականին դեռ այդքան վատ չէր Ուկրաինայի Եվ այդ ժամանակ Հայաստանը ամենայն դեպս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէր ճանաչել։ Այդ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ մենք ընկալում ենք դա հաճախակի բացատրություններ ենք տալի նաև ռուսական քաղաքականություն, բայց ինքը շատ ավելի հարմարվողական եղել են առումով, որ իրեն պետք է եղել ներկայություն։ Ինքը եղել է շատ ավելի կարևոր կողմերը համարել Թուրքիային եւ հետո նաև Ադրբեջանին ավելի քիչ աստիճանի եւ Հայաստանի շահերը, Հայաստանի կենսական շահերը իրանք երրորդական դեր են ունեցել եւ ինքը երբեք այդ մոտիվացիան չի ունեցել պաշտպանելու ինչ որ ձևով, հա, ասենք եթե Ղարաբաղից մնար Ստեփանակերտը ու ինչ որ մի բուդ կա, որտեղ ռուսական դրոշը կարելի է դնել, իրենք դրան էլ էին պատրաստ վերջի վերջում, նույնիսկ եթե իրենց սկզբնական ծրագիրը չէր դա, իրանք ծրագիրը են, որ մի 10,000 հայ կմնա Արցախում եւ իրենք կմնան այնտեղ իրականացնելու այդ 10,000 հայ խաղապահ առաքելություն, իրենք անակնկալի եկան, որ բոլորը հեռացան։ Ու 7 ամիս մնում էին, դեռ հիշում եք, արդեն վերջում մնացել էր, որ այնտեղ ինչ որ խոհարարական աշխատանքներ անեն, որովհետեւ շատ խնդալու էր էլի սկզբից ինչ որ ճանապարհներ էին մաքրում, ականազերծում էին, հայեր չկար արդեն, ինչ որ հետաքրքիր բաներ էր միշտ այդ ռուսական խաղապահների այդ ինֆորմացիոն հայտարարություններ էին, որ ինչ որ բան անում են, մնացել էր, որ այնտեղ ավլեն ինչ որ, ասենք Իվանյանի այդ պլացը, հա, ու շատ տարօրինակ էր այդ ամեն ինչը, ու սա ես կարծում եմ շատ ավելի խոր հիմքեր ունի, ինչպես նշեցի, եւ չի կարելի նայել միայն Ուկրաինայի պատերազմի համատեքստում կամ այն իրավիճակի, որ մենք ունենք պատերազմից հետո
Ու ինչպես նշեցի, սա տենդենց է մեր եւ Ռուսաստանի շահերը, մեր որպես անկախ պետության եւ Ռուսաստանի, որը ձգտում է այստեղ հեգեմոնիա, իրենք երկարատև առումով հակասում են մեկը մյաց եւ ես վստահ եմ, որ ինչքան էլ Հայաստանը հարմարվողական քաղաքականություն վարի, դրա անհնար է լինելու ինչ որ մի կետի հասնելով ընտրություն չկատարել, հա։ Որտեւ սա մեզ պարտադրել են, ոչ թե մենք ենք դա անելու, սա մեզ պարտադրել են։ Միանշանակ, տեսեք, մենք իսկապես ունենք շատ զարմանալի իրավիճակ։ Մի կողմից Ռուսաստանի Դաշնությունը դե ֆակտո պատժամիջոցներ է կիրառում իր դաշնակցի, նոմինալ դաշնակցի նկատմամբ։ Ոնց ուզում եք անվանեք, սրանք պատժամիջոցներ են տնտեսական։ Եվ ներկայացնում է պահանջներ, որոնք իրատեսական չեն իրականացման տեսակետից։ Մյուս կողմից ունենք Բրյուսել։ Եթե Մոսկվան պատժամիջոցներով է խոսում դաշնակցի հետ, Բրյուսելը չլինելով ամենայն դեպս իրավապայմանագրային այդ բազան Հայաստանի Հանրապետությունից չունենալով, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսության, գյուղատնտեսության, անվտանգության, Հայաստանի Հանրապետության քաղաքական աջենդայի առաջին կետերի անվտանգություն, տնտեսություն, խաղաղություն, պաշտպանությամբ։ Հիմա այս պարագայում ոնց է պատահում, որ Հայաստանի Հանրապետությունում լինում են ընտրություններ եւ մոտավորապես կես միլիոն մարդ գնում է եւ ձայն է տալիս այն ուժերին, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, որոնք Հայաստանը չեն ներկայացնում, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը եւ ռուսական շահը։ Ես այս կազուսը անկեղծ եմ ասում, չեմ հասկանում։ Դե, որովհետեւ առաջինը մարդիկ ռացիոնալ չեն, եթե մարդիկ խոսում ենք քանակի մասին, ոչ թե առանձին մարդկանց, ու հաճախակի, գիտեք, Հայաստանի քաղաքական նաև դաշտի պարադոքսներից մեկը այն է, որ կենցաղային հարցերում հայերը շատ ռացիոնալ են, ասենք կարող են խոհանոցի կահույքը մի ամիս ընտրել, գները համեմատել եւ այլն, քաղաքական հարցերում իրանք շատ ավելի թեթևամիտ են, էմոցիոնալ են եւ նաեւ ինչ որ վախեր կան Ռուսաստանի հետ կապված եւ նաեւ պետք չէ թաքցնել այս փաստը, կար նաև հստակ ընտրակաշառքներ, կար այդ թաղային մշակույթի օգտագործում եւ ես կարծում եմ առնվազն 7-8% այն արդյունքների, որ ունի ուժեղ Հայաստանը, դրանք ոչ թե ձայներ են, դրանք ինչ որ գնաց ձայներ են, այսինքն դրանք Քիչ չեք վերցնում։ Դե ես կարծում եմ այնուամենայնիվ գուցե այնտեղ նաև ընդդիմադիր ինչ որ Որտեղ տեսեք, այստեղ նաև ուժեղ Հայաստանը քարոզչական ահաբեկչություն իրականացրեց Հայաստանի Այո, 300,000 ադրբեջանցիներ։ Այո, այդ 300,000 ադրբեջանցիները քարոզչական ահաբեկչություն էր, ոնց ուզում եք վերցրեք։ Եվ ոչ միայն 300,000 ադրբեջանցիներ, ամենայն դեպս են բոլոր սարսափները, որ ուժեղ Հայաստանը ներկայացնում էր, թե ինչ է լինելու, եթե իրենք կամ իրենց եռաքաղաքացի ղեկավարը առաջնորդը չընտրվի եւ չդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը ամենայն դեպս որևէ մտածող մարդու համար մեկ վայրկյան իսկ մտածելու առիթ չէր տալու, որտեղ այդ ամեն ինչը բացահայտորեն մենք 1000 տարի լսել ենք Ռուսաստանից։ Պետք չէր էլի, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցների շուրթերից մեզ ասեին, մեզ էդ ասել է Լավրովը, մեզ էդ ասել էր Զախարովան, մեզ էդ ասել է Պիսկովը, Գրողոտյանը, բոլորն ասել են Պուտինից սկսած։ Ու հանկարծ հիմա գալիս են այստեղ ու ձայներ են հավաքում։ Արցախի կորուստից հետո եկեք էդ էլ հաշվի առնենք, մենք այդ կորուստը չենք մարսել, դա մեզ համար շատ ծանր կորուստ է եւ այդպիսի կորուստներից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է եւ ձայնը տալիս մի ուժի, որը գալու է այստեղ եւ այստեղ շահրամանյան է դառնալու Հայաստանը ծախելու համար։ Նայեք, Արցախի կորուստը իրական շատ կարևոր դուք բան նշեցիք, հենց Արցախի կորուստը հիմնական բացատրությունը, որ մենք ստացանք, հիմնական բացատրություններից մեկը, դա Նիկոլ Դավաճան, հողատու, հանձնել է Նիկոլը, ինչ որ թուրքերի կողմից դրած մարդ է եւ այլն, եւ այս նարատիվը տարածվում է։ Ռուսները գնում են Թուրքիան են գալիս։ Պրոռուսական ուժերն են տարածում այս նարատիվը տարածում էր Ռուսաստանը, դուք հիշում եք 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ որ ռուսական այդ խաղապահները, ճակերտները ոչինչ չարեցին եւ փաստորեն էթնիկ զտումը մի օրվա մեջ է ռազմական գործողությունը, մի քանի օրվա մեջ բնակչությունը ամբողջությամբ դուրս եկավ, Մեդուզան իմ հիշելով ռուսական լրատվականներից հրատարակեց մի մեթոդիչկա, որ տարածում էր Կրեմլը, ինչպես լուսաբանել այդ իրադարձությունները, մեղքը դնել Հայաստանի իշխանությունների վրա, եւ հետագայում մենք տեսանք, որ ռուսական այդ դաշտից այն բոլոր նարատիվները, որ իրենք տարածում են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի վրա, սկսեցին նույն կաղապարով ստեղծել Հայաստանի իշխանություններին հիմնականում միտված
հակաքարոզչություն, դրանից մեկը այդ հողեր հանձնելն է, հակազգային բնույթի լինելն է, երկրորդը եկեղեցու ավանդական արժեքների դեմ պայքարն է, ու դուք տեսաք, որ եկեղեցին ներգրավեց քաղաքական պայքարի մեջ, հետո սկսեց այդ ներքին քաղաքական պայքարը եկեղեցու եւ Փաշինյանի միջև, հետո դուք տեսաք, որ այս Հայաստանի թուրքացման թեզը տարածվեց, ընդ որում այն բոլոր ֆակտ-չեկերները, որ հետազոտում էին ինչպես ռուսական Matryoshka եւ Շտորմ, ինչ որ թվերով տենց երկու խոշոր խմբեր կային ինֆորմացիոն հարձակումների, հա, այս կեղծիքների պատրաստման, ինչպես են սկսել աշխատել Հայաստանի դեմ նախընտրական փուլերում իրենք սկսել են աշխատել շատ ավելի շուտ, քան օրինակ նույն Մոլդովայի դեպքում, սկսել են աշխատել դեռ 2025 թվականի հունիսից, եւ որ Նիկոլ Փաշինյանը այցելեց Թուրքիա, սկսեցին թեզեր տարածվել, որ Էրդողանի այդ հիշում եք այդ ժպտալով նկարը Փաշինյանի ինչ որ գիրքեր ստանում, այո, եւ Հայաստանի թուրքացման, հետո ինչ որ հրատարակություն եղավ, որ եկեղեցիների փոխարեն մզկիթ են կառուցելու եւ վիլայեթացման, այս մեր նախընտրական շրջանում այդ մուլտիկները կարող եք հիշել, ինչ որ թուրքական վիլայետ դարձած Հայաստանը եւ այլն։ Ու գիտեք, այս մեթոդաբանությունը ինքը այնքան հին է, սա խորհրդային միության հատուկ ծառայությունների կողմից ստեղծված հիմնականում այս բաններ, հա, էլի մեթոդիչկաներ, որով ազգային փոքրամասնություններին պահում էին որոշակի կառավարելի դիրքերում, հա, որովհետև էթնիկ ազգայնականությունը, այս ինչ որ դրանց ավանդական արժեքները, դրանց վտանգ որպես ներկայացնելը, դա իրանց հիմնական թեզերից է եղել, ցեղասպանության թեման նաև այդ հայերի դեպքում, հա, ու այդ ամենը շարունակվում է, տասնամյակներով աշխատել են, որովհետև մենք իրենց համար ուղղակի էքսպերիմենտ ենք, ինչ որ մատերիալ ենք, որ նայում են ռեակցիան, ինչ որ մի բան դնում են, տեսնում են ինչ ռեակցիա կա, ու նայում են նմանատիպ այլ ազգերի, հա, որովհետև կայսրությունը ինքը այն կառույցն է, որ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ նստած այս հարցերով զբաղվում են, հա, ինչպես կառավարել մարդկանց, եւ իրենք այդ բաներ ունեն, այդ մեթոդաբանություն ունեն, եւ որ նայում ես Մոլդովայում ինչ են անում, Ուկրաինայում ինչ են անում, Լեհաստանում ինչ են անում, ասում փորձում են սրացնել ներքին կոնֆլիկտները, այդ իրանց հիմնական միտումն է, ուժեղացնել պարակտվածությունը, որպեսզի ավելի կառավարելի լինի, հա, որովհետև եթե կա այդ պարակտվածությունը, դու կարող ես մի ինչ որ դաշտի մի բան գցել, մի նյութ եւ գիտես արձագանքը որն է լինելու հակառակ դաշտից ու հակառակ, ասենք, երկու կողմով էլ սա աշխատում է, ու մենք այդ առումով շատ ավելի խոցելի ենք, մենք շատ ավելի կառավարելի ենք, իրանք ավելի շատ ռեսուրսներ ունեն, ու ցավոք սրտի այդ ձեր նշած ինչ որ 35%-ը, հա, մոտավորապես, որ քվեարկել են Քոչարյանի կամ ուժեղ Հայաստանի կողմից, մի զգալի մասը մարդկանց դեռ այդ բանի այդ կառավարելի վիճակում է, ինքը ավանդական հայկական ինքնության կրողներից են, որտեղ ռուսները փրկարար են, իբր եկել են դարերով մեզ փրկել այս տարածաշրջանում, ու շատ ավելի ցավալի է, որ ինչքան փրկել են, այնքան տարածքներ են կորցրել։ Ինչքան փրկել են, այնքան փրկելու կարիքն է շատացել, որովհետև այդ մեխանիզմը այդպես է աշխատում, հա, ասենք 1900, ասենք 15 թվականին կամ 12 թվականին իրանք 18 թվականի բանի հանրապետությունը հիշեք, Կարսի անկումը հիշեք։ Դե բացի դրանից էլի այնքան շատ է այս դրվագն է 18-րդ դարում Արցախի մելիքների հետ կապված, ես ես փաստար կբել եմ 1000 անգամ, բայց մի հատ էլ ասեմ էլի Նադիր Շահի ժամանակ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցել, քան ռուսական կայսրությունը։ Ռուսական կայսրությունը ինքը ոչ մի կարգավիճակ չի ունեցել, ընդ որում ռուսները գալով Ղարաբաղ, այն մելիքներին, որոնց ոչնչացրել են տեղական խաները ռուսների աջակից լինելու պատճառով, ինքը շատ ավելի վատ դիրքում դրեց, այսինքն մելիքական տոհմերից մի տոհմ մնաց։ Մելիք Բեգլարյանները մանրացած ինչ որ շատ վատ ծանր վիճակում ու այդ ինստիտուտը ոչնչացվեց ու հայկական դպրոցների փակումը հիշեք։ Այդ ավելի ուշ էր։ Ու ռուսական կայսրությունում հայերը այդ առումով հենց Լեռնային Ղարաբաղի հայերը շատ ավելի ցածր կարգավիճակ են ունեցել, շատ ավելի ծանր կախվածության մեջ են ընկել մահմեդական ազնվականությունից, քան եղել է երբևիցե մահմեդական իշխանության օրոք, երբևիցե։ Սա ֆանտաստիկ ինչ որ արդյունք է։ Մենակ Իբրահիմ խանի երևի վերջի տարիներին էր, որ ինչ որ մոտ պատկեր կար։ Ու սա պետք է հասկանանք, որ Ռուսաստանի ընդհանրապես շահերը եւս մեկ անգամ շեշտենք, այս տարածաշրջանում երբեք հայերին օգնել չի եղել, սեփական դիրքերը ուժեղացնելն է եղել, օգտագործելով հայերին որպես գործիք, հետո հայերի դեմ օգտագործելով ադրբեջանցիներին, որոշ դեպքերում վրացիներին, քրդերին եւ այլն եւ այլն։ Տեսեք, Ուրսուլա ֆոն դեր Լայեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ թվարկում էր Եվրամիությունը ինչքան գումարներ է հատկացնում Հայաստանի Հանրապետությանն ինչ նպատակներով, եւ այդ գումարների մեջ իմ ուշադրությունը հատկապես գրավեց 18 միլիոն եվրոն, որը հատկացվելու է Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի կարողանանք
նոր օղակ ստեղծել Եվրամիության հետ առևտուրը հեշտացնելու մի խոսքով այդ այն խնդիրն է, որի մասին Հանրապետություն կուսակցությունը երևի վերջին տարիներին անընդհատ է խոսում, որ սպառողի խնդիրը չէ, արտադրողի խնդիրը չէ, սպառումը ապահովել։ Պետք է մի միջանկյալ օղակ գոյություն ունենա, որպեսզի այդ բոլոր խնդիրները լուծի։ Հիմա Եվրամիությունը հնարավոր քայլերը անում է։ Եվրամիությունը գումարները տրամադրում է եւ խորհրդատվության համար։ Եվրամիությունը անում է մաքսատուրքերը, որ չեղած բան է համենայն դեպս այս արագությամբ։ Մոլդովայում էս փորձը անցել են, Վրաստանում էս փորձը անցել են, բայց խնդիրը արագությունն է, նաեւ ժամանակն է, հիմա բերքահավաքի ժամանակն է։ Այս բոլոր խնդիրների ֆոնին Հայաստանի Հանրապետության իշխանությունը վերջապես տեղից կշարժվի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը վերջապես կհասկանա, որ ԵԱՏՄ շուկայում որևէ հեռանկար ինքը չունի, որովհետև ԵԱՏՄ-ն դե ֆակտո տնտեսական կառույց չի, ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետության սահման չունեցող քաղաքական կառույց է։ Եվ քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը պահանջներ է ներկայացնում, որ կամ տրիվ չպիտի լինի, կամ ես պիտի լինեմ տրիվում։ Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հայկական երկաթուղին գտնում է, որ դա իրեն հանձնված կոնցեսիոն կառավարման կառույց է եւ ինքը ոչինչ չի անելու, պարզապես չի անելու, ու մենք էլ ոչինչ չպետք է անենք։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերին Ռուսաստանի նվիրված հայկական երկաթուղին։ Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ ոնց իր սահմանապահները այստեղ այդքան ժամանակ մեզ օգնել են, մեզ պաշտպանել են Իրանից։ Ուղղակի մեզ Իրան ամբողջ օր հարձակվում էր մեր վրա։ Ռուսները մեզ պաշտպանում են Իրանից, մինչև հիմա չեն ուզում այդ սահմանից դուրս գան։ Ռուսները մեզ պաշտպանում են թուրքերից։ Դե խնդիրների այնպեսի թնջուկ է, այսպես գումարվել, հավաքվել։ Միանշանակ է, չէ, որ վիզաների ազատականացումը չի հասնի իր տրամաբանական ավարտին, քանի դեռ ռուս սահմանապահները Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Հայ-թուրքական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի բացումը ռեալ 100%-անոց փաստ չի լինի, քանի դեռ ռուս սահմանապահն է, լավ անցակետերից անեցինք, բայց սահմանին իրենք են։ Սա այնպիսի խնդիրներ են, որոնք ինչ ասեմ, նույնիսկ ամոթ է հիմա այդ մասին խոսել, որովհետև այդ խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին։ Հիմա նույնիսկ ամոթ է խոսել, թե մենք ինչ ենք անում հապկում։ Այս ամեն ինչից հետո ինչ ենք անում մենք հապկում։ Ես ուզում եմ հասկանալ, վերջապես մենք կարողանում ենք թութափել այս պրոկրուստյան չափանիշները, վերջապես մենք կարողանալու ենք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունն այստեղ որևէ քայլ ձեռնարկի, թե չձեռնարկի, դա նշանակություն չունի Ռուսաստանի Դաշնությունի պարտամուրհակը, չեղած պարտքերի պարտամուրհակը անվերջ ներկայացնելու է մեզ, ու անվերջ ասելու է դուք ինձ պարտքեք, դուք ինձ պարտքեք, դուք ինձ պարտքեք, թեպետ ինքն է պարտք, եւ վիթխարի են իր պարտքերը։ Պարզապես վիթխարի են իր պարտքերը, սկսած տարածքային կորուստներից, վերջացրած մարդկային կորուստներով, վերջացրած բարոյական քաղաքական Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ արած, ինչ ասեմ, ոտնձգությունները։ Այստեղ հա, ես համաձայն եմ, բայց դե գիտեք, ասենք կայսրությունների համար այդ քաղաքականությունը, եթե նորմալ չի, ապա իրենք այդպես են ընկալում եւ այդպես են վարվում։ Ուն կարծիքով հիմա Հայաստանից է կախված, այդ ձեր նշածի հետ ես համաձայն եմ, որ ոնց ենք մենք պատկերացնում մեր կարճաժամկետ, միջին ժամկետ եւ երկարաժամկետ ապագան, հա, որովհետեւ ես վստահ եմ, որ ինչպես նշեցի, եթե առավել եւս Ռուսաստանը հնարավորություն ունենա նույնիսկ այս դիսկերում շարունակել ուկրաինական պատերազմը եւ պահպանել ռեսուրսներ, շատ չդուլանա, ինքը փորձելու է եւ գնալով շատ ավելի ագրեսիվ ձևով է պահանջելու այն ինչ պահանջում է հիմա, այսինքն իր դիրքերի պահպանումը տարածաշրջանում, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը թուլանում է, ինքը հասկանում է, որ արդեն գործընթացներ են գնում, որտեղ ինքը չկա, նույն թրիպը, նույն երկաթուղիները, նույն ատոմակայանը, հա, Հայաստան, ԱՄՆ այդ տարբեր տեսակի Ավելին, Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը։ Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը, որտեղ ինքը նույնպես Որտեղ ինքը անվերջ փորձում է միջնորդ դառնալ, Տրամպը ասում է գնա Ուկրաինայի հետ հարցը լուծի։ Ու հետեւաբար Սիրիան։ Այո, մենք պետք է հասկանանք մենք ոնց ենք պատկերացնում մեր ռազմավարությունը երկարաժամկետ։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պետք է արդեն Երևանից մտածի գազի ալտերնատիվները որտեղից է գնալու։ Մենք գիտենք, որ Իրանից նույն այն գազատարը, որ մենք ունենք, ինքը մոտ 4 անգամ ավելի գազ կարող է մատակարարել Հայաստանին, քան հիմա է մատակարարում։ Այսինքն պետք է աշխատել այդ ուղղությամբ, դա Հայաստանի գազի պահանջի կեսից ավել է։ Իրանն էլ ունի, այնտեղ հիմնականում պոմպերի խնդիրն է, այսինքն որ տեխնիկական խնդիրը, որ սանկցիաների պատճառով Իրանին արգելված է եղել դա։
իմ կարծիքով կարելի է ինչ-որ ձևով փորձել օգտվելով այն կապերից, որ Հայաստանն ունի ԵՄ ԱՄՆ-ի հետ, այս հարցը լուծել առավել ևս, եթե գնում է խաղաղ ինչ-որ գործընթաց ԱՄՆ Իրանի միջև։ Պետք է մտածել մեր նոր շուկաների մասին, ինչպես դուք նշեցիք, պետք է մտածել մեր ապրանքների որակի բարելավման, որովհետև Ռուսաստանը, նայեք ինչ խորամանկ քաղաքականություն ունի, ինքը շատ վաղուց գիտեր, որ որոշ հայկական գյուղատնտեսական կամ ալկոհոլային արտադրություն իրենք ինչ-ինչ խախտումներ ունեն, ենթադրենք, հա, բայց ինքը ինչու էր այսքան ժամանակ աչքերը փակում դրա վրա, որովհետև դա պետք էր, դա կախվածության մեջ էր դնում Հայաստանը, ինքը դա ոչ թե փորձում էր դրա դեմ պայքարել, ինքը դա խրախուսում էր, որովհետև դա լծակ է, ինչքան շատ էր այդ կախվածությունը, այնքան հետագայում դուք օբյեկտիվ լինի փաստը օգտագործելով, հա, ասենք վեդի ալկոհոն ինչ-որ խախտում ունի, կամ ինչ-որ գյուղածաղիկների մեջ ինչ-որ հիվանդություն կա, որը նախկինում չէին գտնում իրենք, հետո պարզվում է նույնիսկ չհասած մրգերի մեջ իրենք հիվանդություն են գտնում եւ այլն, այսինքն պետք է հասկանալ Դեռ ծառերին է բերքը, բայց արդեն պետք է օգնել գյուղացիներին, որ մեր գյուղատնտեսական արտադրանքի ստանդարտները համապատասխանեն ամենաբարձր չափանիշներին, համաշխարհային, եվրոպական, որ ցանկացած, ասենք, սահմանափակման դեպքում մենք շուկայի խնդիր չունենանք, ու նաև իհարկե լոգիստիկ կապերի առումով իշխանությունները պետք է օգնեն։ ԵՄՆ-ն էլ գիտեք, այնտեղ նշվեց, որ պլատֆորմ են աջակցության ստեղծելու բիզնեսմենների համար, դա պետք է շատ արագ արվի, որովհետև մարդիկ Ռուսաստանը իրոք հեշտ շուկա է մեզ համար, լեզուն են տիրապետում, ինչ-որ հարազատներ են ապրում, կապեր կան եւ այլն, իսկ Եվրոպան մի քիչ ուրիշ է եւ պետք է արդեն այդ կապերը ստեղծեն եւ աջակցություն ստանալով Եվրոմիությունից եւ Հայաստանում, որ այնտեղ գործում են օրենքներ, ոչ թե պայմանավորվածություններ։ Այո, ու սա շատ կարևոր է, այսինքն մենք չպետք է, ես հաճախակի այնպեսի միտում եմ տեսնում, որ լավ, մի քիչ սպասենք, այս Ռուսաստանի ջղայնությունը անցնի ու էլի նորմալ կապրենք, չենք ապրի։ Այսինքն սա պետք է ընդհանրապես մտքից հանել, պետք է հասկանալ, որ այս բաները, այս սիմպտոմները կրկնվելու են ու ավելի վատ տեսքով կարող են կրկնվել ու նայեք, հետո մի օբյեկտիվ փաստ էլ կա, որ հիշում եք ադրբեջանական նավթամթերքներ գալի Հայաստան, բողոքում են, որ մեր դաշնակցից չենք առնում, մեր թշնամուց ենք առնում, իսկ հիմա մեր դաշնակիցը ինչ վիճակում է գտնվում, նույն, ասենք, ուզենանք էլ բենզին առնենք Ռուսաստանից, հիմա այդ խնդիրը ունենալու ենք Ռուսաստանը։ Բենզակալոնկա երկիրը Հնդկաստանից բենզին Այո, Ռուսաստանը այնպիսի երկիր է, որ տարբեր ներքին զարգացումների արդյունքում ինքը կարող է շատ անկանխատեսելի դառնալ ու ինքը ներքին առումով անկայուն երկիր է նաև, ասենք, եթե ինչ որ ներքին անկայունություն սկսեց Ռուսաստանում, իսկ Ռուսաստանի ամենատակ մասը Հյուսիսային Կովկասն է, որով իրականացում է հիմնական կապը Հայաստանի Ռուսաստանի հետ, Ադրբեջանի Ռուսաստանի հետ։ Եթե ենթադրենք այնտեղ ինչ-որ անկայուն վիճակ, հա, որովհետև նույն այդ Վերին Լարսի հատվածում օս-ինգուշական կոնֆլիկտի տարածքն է, եթե դուք հիշեք, ուղղակի ճանապարհի կողքով այդ երկու հանրապետությունների վարչական սահմանն է անցնում, 90-ականներին բախումներ եղել եւ այլն։ Ու ենթադրենք այնտեղ բախում է սկսում, կամ Դաղստանում ինչ-որ բան, կամ Հյուսիսային Կովկասի Չեչնիայում եւ այլն։ Իսկ ինչ ենք անելու մենք այդ դեպքում։ Ասենք պետք է հասկանալ, որ մեր առաջինը աշխարհագրությունը այնպեսին է, որ մենք, ես նշեցի, սահման չունենք Ռուսաստանի հետ, եթե մենք հանում ենք այս քաղաքական արգելքները փակ սահմանների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մենք ստանում ենք լիք տարբեր հնարավորություններ, ու Ռուսաստանը ընդհանրապես հնարավորություններից մեկն է այդ համատեքստում, հա, որովհետեւ նայեք, մենք Իրաքի շուկա ենք 100 միլիոնավորներով ալկոհոլ, ծխախոտ եւ այլն արտահանում, Սիրիան հիմա զարգացվող նոր շուկա է, որտեղ նույնպես կարել է մտնել եւ էլի այդ ամեն ինչ անել։ Թուրքիան որոշակի առումով մեզ համար օգտակար է լինելու, արաբական աշխարհը, որտեղ ոչինչ չի աճում, հա, հատկապես արաբական թերակը ուզում եւ այնտեղ մրգերը հայկական եւ այլն։ Իսրայելը, այո, բայց մի քիչ բարդ է, Իսրայելը լավ գյուղատնտեսություն ունի։ Իսրայելը շատ լավ գյուղատնտեսություն է, բայց ամենապես Իսրայելի հետ ես կարծում եմ կարող ռազմական համագործակցություն գնալ։ Կարող է, եթե Իրանի հետ համատեղել եմ թուրքական, չէ, Իսրայելա-թուրքական կոնֆլիկտ, Հայաստան-Իրան հարաբերություններ, բայց այս եռանկյունի մեջ մենք չպետք է բարփակվենք, որովհետև այնուամենայնիվ Իսրայելը մեզ համար շատ կարևոր դաշնակից կարող է լինել։ Ես մի քիչ սկեպտիկ եմ Իսրայելի դեպքում, որովհետև ես կարծում եմ Իսրայելի ռազմաքաղաքական վերնախավը մտել է շատ sense նեղ միջանցքի մեջ, որտեղ հավերժ չի մնալու այդ միջանցքը։ Հուսով եմ հավերժ չի մնալու, այո, որովհետև իհարկե Իսրայելը ինքը տեխնոլոգիաների առումով ինքը ֆանտաստիկ երկիր է, գյուղատնտեսություն, բժշկություն, գիտեք, ծառը նույնիսկ անտառի վերականգնում, իրանք ինչ աշխատանք են տարել, ֆանտաստիկ, անապատը դարձրել են անտառներ, իսկ Հայաստանում այս կլիմայի փոփոխության պայմաններում սա շատ կարևոր խնդիր է, հա։ Այս Իսրայելում տեսել եմ կապիլային ջրարբեացում ինչպես է կատարվում, ու հենց այդ ձեր ասած անապատում ինչ այգիներ են։
Այո, այս առումով ինքը շատ օգտակար երկիր կարող է լինել, բայց ինքը եթե այս ռեժիմով շարունակվեց, նաև Եվրոպայի հետ դու գիտեք խնդիրներ ունի լրջագույն, նույնիսկ ԱՄՆ-ի հետ արդեն այդ խնդիրը կա։ Այսինքն աշխարհը մեզ համար բացվում է, ու էլի ես փաստնել եմ բեր, գիտեք, մեզ հիմա տարօրինակ է թվում, բայց ասենք ամենամոտիկ մայրաքաղաքներից մեկը Երևանին դա Բաղդադն է։ Ու մենք ասենք Ռոստովի հետ շատ ենք, չէ՞, կապված կամ Մոսկվայի հետ կամ Պետերբուրգի հետ, իրանք մեզ ավելի մոտիկ քաղաք են, բայց իրականում ամենամոտիկ մայրաքաղաքներից մեկը մեզ դա Բաղդադն է, որը կա մեր էպոսում Միշնադարյան, այսինքն մենք այդ տարածաշրջանի հետ վաղուց շատ հնուց կապեր ունենք։ Բաբելոնի դարպասներ, Միջագետք եւ այլն եւ այլն։ Իհարկե, ու այս փակ սահմանների պատճառով մենք ընկալում ենք այդ հեռավորությունները, որ շատ ավելի մոտ տարածքներ, ավելի հեռու, քան Ռուսաստանից ինչ որ մարդիկ կան իրական աշխարհագրությունը Տյումենում, Վլադիվոստոկում, չգիտեմ, Իրկուտսկում եւ այլն, իրանց համար դա ավելի մոտիկ տարածք է, ու պետք է հասկանալ, որ ապագան այնուամենայնիվ այս մեր տարածաշրջանում է, որ տարածաշրջանը ռեսուրսներով շատ հարուստ տարածաշրջան է, որը կարող է Հայաստանի լիքը խնդիրներ լուծել, ու միակ պատճառը, որ մենք տարածաշրջանից կտրված ենք, դա հենց այն կոնֆլիկտն է ու այն փակ սահմաններն են, որը ես նշեցի։ Հետևաբար, երբ որ մենք բացում ենք այս ամեն ինչը, նաև Ռուսաստանից այդ կախված լինելը դա դառնում է արդեն ինչ-որ պարադոքսալ ինքնամեկուսացման ինչ-որ մի հիմար միտում էլի։ Ինչու անես, եթե դու տարբեր այլ ընտրություններ ունես, ինչ-որ մի հեռավոր երկրի հետ, իրականում հեռավոր երկրի հետ, որ երբ որ պատմական կապերն են հաճախակի չեն նաև նշում մեր ռուսական, ասենք խնդալու է, էլի, եթե մենք ուզենանք պատմական կապեր, Եգիպտոսում Միշնադարյան կարան գտնենք հայկական շատ հին ներկայություն, կարան Կրետեում գտնենք, Բյուզանդական, հռոմեական, Միջին Ասիայում գտնենք, Հնդկաստանում գտնենք, Ռուսաստանը որտեղ էր որպես պետություն, եթե այդ կապերը արդեն կային։ Այո, այսինքն այնքան բան է ու կենցաղային առումով էլ մենք լիքը այս տարածաշրջանի ժողովուրդներին շատ ավելի մոտ են, քան ռուսներին, բայց հաճախակի մենք որ լսենք ինչ-որ հատուկ, ինչ-որ հոգևոր կապ է այդ երկրների մեջ, սա էլի շատ խնդալու, ինչ հոգևոր կապի մասին է խոսքը։ Մենք խոսում ենք նույնիսկ կրոնական առումով, հաճախակի ասում ենք քրիստոնյա։ Դուք գիտեք, Միշնադարյան այսպես կոչված ուղղափառ քրիստոնեություն հայերը եղել են հերետիկոս ու ուղղափառ եկեղեցին, հատկապես ռուս ուղղափառ եկեղեցին։ Մինչև հիմա մեզ այդպես է անցալում, ասենք հայից եկեղեցում մկրտված մարդը ինքը չի կարող գնալ, ինքը եթե ուզում է գնալ ռուսական ուղղափառ եկեղեցի այցելել, պետք է վերամկրտվի, այսինքն նորից մկրտվի։ Նույնիսկ ցարական կայսրությունում արգելված էր ամուսնությունները։ Եթե ինչ որ չգիտեմ ինչ փոխեիր, որ կարողանայր, ասենք հայի ու ռուսի միջև ամուսնությունները այդպես իրենք գրանցվում են ռուսական եկեղեցիների բաներով, այո, ասենք ռուսական եկեղեցին ինքը առավելություններ ունի։ Ուսմունքի ինչ որ խնդիրներ կային, կրոնադավանաբանական խնդիրներ կային։ Մինչև 1740-ականները Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես Բյուզանդիայում էր, արգելված էր եկեղեցու կառուցումը եւ միայն Եկատերինան, որ եկավ, այդ արգելքը հանեց, որտեղ Վասիլևյան կղզում, որ եկեղեցին կառուցեցին, ինքը քաղաքից դուրս էր գտնվում իմիջայլոցը։ Ինքը գերմանացի էր ու իր համար այդ կրոնական սահմանափակումները տարօրինակ են։ Սա էլ պետք է հասկանալ, բայց ամեն դեպքում սա մի քիչ շատ խորացանք, ես ուզում եմ ասել, որ պետքա շատ ավելի երկարաժամկետ մտածել ու ես սա էլի ներքին վստահությունն է, որ մենք ինչ էլ անենք, մենք չենք կարող բավարարել այդ անկման շրջանում գտնվող կայսրությանը, որը բավական ագրեսիվ է դառնում, անկանխատեսելի է դառնում եւ մենք տեսնում ենք Ուկրաինայում ինքը ինչ է անում, հա։ Ինչ է անում իր սեփական ժողովրդի հետ, ու ինչ է անում հարևան ժողովրդի հետ, որը ինքը նաև կոչվում է եղբայրական ժողովուրդ, մեզ երբեք այդպես չեն ընկալել եւ երբեք մենք այդ բանը չենք ունեցել, հա նաև ընկալում։ Եղբայր սլավոնները։ Լավ, եւ թերևս իմ վերջին հարցը, տեսեք, այս Սահմանադրական դատարանում վիճարկվում են ընտրության արդյունքները։ Ռոբերտ Քոչարյանը ամենայն դեպս դեռ նախընտրական շրջանում խոստանում էր, որ եթե ինքը չհաղթի, հեղափոխություն է լինելու։ Սամվել Կարապետյանը խոսում է ինչ-որ գաղտնի պլաններից։ Չգիտես այդ պլանները ինչ են, չնայած շատ լավ էլ գիտես դե ֆակտո։ Այս ամեն ինչի բերումով դուք ինչ եք կարծում 9-րդ գումարման խորհրդարանը 5 տարի մինչև 2031-ը կաշխատի եւ արդյոք այս տրամաբանական, եթե Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր խոստումները, իր խոսքով եռագլուխ հրեշին քաղաքականապես գլխատելու խոստումները, եթե Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ գնա իրավական ճանապարհով եւ նաեւ իրավական խնդիրները լուծվեն, այնպես ինչպես պետք է լուծվեն, ոչ թե բռնեմ բաց թողնեմ խաղը անverջ խաղանք, չի ասունանալու քաղաքական ճգնաժամ Ռուսաստանի Դաշնության ճնշմամբ,
որտեղ Ռուսաստանի Դաշնության խնդիրը 2018 թվականից եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը, հեղաշրջումը կարճ ասած, ոչ թե իշխանափոխությունը, այլ հեղաշրջումը, եւ չի հասունանալու մի քաղաքական ճգնաժամ, ամենայն դեպս որի հանգուցալուծում կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Թեպետ նաև մի մանրամասնել շեշտեմ, ամենայն դեպս այս ընտրություններից հետո ընտրությունների արդյունքներից դժգոհ զանգվածներ ոնց հասկանում ենք փողոցներ դուրս չեկան։ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողը լուծեց գլխավոր հարցը՝ ինքնիշխանության պահպանման հարցը, եւ սա պետք է միանշանակ արձանագրել եւ սրա համար պետք է ընտրողին շնորհակալություն հայտնել, բայց այդ նույն ընտրողը գնաց նաեւ խորհրդարան բերեց տրոյական ձիերի երամակը։ Եվ այդ տրոյական ձիերը փորձելու են ամեն անկյունմականներ դնել, որպեսզի հետականները անվերջ եւ կենսական որևէ հարց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, Հայաստանի Հանրապետության վերաբերող ինքնությանը վերաբերող որևէ հարց է քննարկվում, պայթեցնելու են հետականները, արդյոք սա չի հանգեցնելու ճգնաժամի։ Ես հիմա մոռացել եմ հանրապետական այդ բանը միջազգային հանրապետական ինստիտուտի թե Կովկասյան դիտորդի սոցհարցումներ ընտրություններից առաջ, որտեղ նաև ընտրության ինստիտուտի նկատմամբ վստահություններ նշվում եւ մեծամասնությունը բացարձակ պատասխանների նշում էր, որ իրենք վստահում են ընտրության ինստիտուտին եւ սա շատ լավ բացատրում է ինչու հետ ընտրական մենք զարգացումներ չունենք, որովհետեւ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մարդիկ իրոք վստահում են այդ ինստիտուտին եւ համարում են առնվազն այն մարդիկ, որ ինչ-որ կաշառքի եւ այլն դեմ չեն եղել, իսկ այդ մարդիկ վախենում են ինչ-որ ձայն հանել եւ այս առումով իրենք շատ ավելի пассив են, քան այն մարդիկ, որ իրենք ձայն են, նույնիսկ եթե ընդդիմադիր ընտրել են պրոռուսական ուժ, բայց իրենք այդպեսին են, իրենք շատ ավելի համարձակ են։ Այդպես փողոց դուրս գալը նույն գնով երկրորդ անգամ նույն հանցանքը գործելն է։ Այո, բայց իրենց համար էլ էր պարզ, որ սա այնուամենայնիվ ոչ մեկը իրենց չի խանգարում ընտրեն այն ինչ ուզում են, եւ ես կարծում եմ մենք վերջի 3 փուլերում ընտրությունների այնուամենայնիվ եթե ինչքան էլ հարցեր չունենանք, մենք կարողացել ենք ապահովել այս էլեկտորալ ժողովրդավարությունը, հա։ Ու ես վստահ եմ, որ նաև այդ ուժերը, որ խոսում են, բողոքում են, իրենք երկրորդ անգամ ընտրությունների առնվազն կարճաժամկետ հատվածում չեն գնալու, իրենք արդեն շահել են մաքսիմալ այն ինչ կարող են շահել են տարբեր գործոնների պատճառով, դրանցից մեկը նաև այդ ահաբեկչություններ ինֆորմացիոն, որ դուք նշեցիք, հա 300,000 ադրբեջանցիներ եւ այլն, իհարկե դրան նպաստել են նաև Ադրբեջանի հնչող այդ նարատիվները եւ պետք է նշել, որ իմ կարծիքով դա նաև չգիտակցվեց Ադրբեջանում եւ ընտրություններից հետո ավելի նույնիսկ սխմեցին այդ բանին, հա, այդ կոճակին ու ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մոտ ապագայում այս ամենը կավարտվի, բայց այն որ խորհրդարանում փորձել են բոյկոտել, ինչքան որ Ռուսաստանը ուժեղ է լինելու, այդ ուժերը իրենց վստահ են զգալու, եթե թուլանա, իրենք կարծիքով բանը հիշում եք, չէ, հին այդ հունական դիցաբանությունից, առասպելներից անտերին, որ հողից հենց փոխում են։ Հա, հենց կտրում էին պարտվում էր, այո, իրանց քանի հողի վրա էին ոտքերը, անտերին հնարավոր չէր հաղթել։ Այո, մայրը բանն էր, հա, այդ հողի աստվածն էր, աստվածուժին էր եւ այո, եւ այս Ռուսաստանից հենց փոխում է այդ բանը, այդ ուժերը, իրենք թուլանում են միանգամից եւ կարող են նաեւ շատ կառուցողական քաղաքական ուժ դառնալ առնվազն կարճաժամկետ առումով, բայց ես իհարկե կարծում եմ մեր շատ լրջագույն խնդիրը, որ մենք այլընտրանք չստացանք եւ փաստորեն այն պատկերը, որ 2021 թվականից հետո կար մեր խորհրդարանը, վերարտադրվում է մի քիչ այլ տեսքով, շատ ավելի արտահայտված ռուսականների միջամտության տեսքով, մի քիչ ավելի ուժեղացրած դիրքերով այդ կուսակցությունների եւ ես կարծում եմ, որ սա իրենց մոտ նաեւ ինչ որ հույսեր է ստեղծում, որ ապագայում կարող է այլ զարգացումներ լինել եւ նաեւ եթե ոչինչ չփոխվեց արտաքին աշխարհում, նաեւ Ռուսաստանի հաշվարկը կարծում եմ այն է եղել, որ լավ 5 տարի սպասենք, մեկը սա անվերջ չի կարող շարունակվի, մեկը ցանկացած իշխանություն ունի իր ժամկետը, բնակչությունը հոգնում է նույն մարդուն տեսնեն իշխանության մեջ։ Ես կարծում եմ Ռուսաստանը 5 տարի չի սպասել, Ռուսաստանը կփորձի 2028-ին քաղաքը վերցնել, Երևանը վերցնել։ Դե իհարկե կարող է փորձել, այսինքն այդ ցանկացած լոկալ ընտրություններ արդեն դառնալու են այդ մարտի դաշտ, որտեղ ուժերը անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնալու են համապետական ընտրությունների նշանակություն ունեցող փաստեր։ Այո, քանի որ ռեսուրսները շատ են այն ուժերի, որ հիմա ներգրաված են այդ ամենի մեջ, իրենք այն ամենը կարող են ուժեղացնել դիրքերը ու
վերջնական, հա, խորհրդարանական ընտրություններից առաջ, եթե ուժեղացնեն տեղական դիրքերը, բերեն այդ նույն վարքերը, ճնշումները եւ այլն, իրենք հույս կարող են ունենալ, որ կարող են հաղթել այդ նաեւ 5 տարի հետո։ Սա իհարկե մեծ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, մեծ մարտահրավեր է մնալ ժողովրդավար, գտնել օրենքի կիրառման ճիշտ ձևաչափերը, հա, որովհետև նաև Փաշինյանի լիք հայտարարությունները իմ կարծիքով խնդրահարույց են, նաև նախընտրական շրջանում ինքը շատ էմոցիոնալ հայտարարություններ է անում կամ ինչ-որ սրացումների ժամանակ, հետո ժամանակ է անցնում, ասենք ասֆալտին փռելու եւ այլն, այդ ամեն ինչը մոռացվում է, հետո էլ ինչ-որ սրացում է լինում, էլ ինչ-որ տենց պորտկումներ, բռնկումներ, կարծում եմ սա նույնպես ազդում է, որ իր երկարաժամկետ հայ վարկանիշի եւ այն քաղաքական ուժի, որ ինքը ներկայացնում է, եւ նաեւ ընդհանրապես բիզնեսից այն կողմ այլընտրանքի բացակայությունը, որովհետեւ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, բացի Ռուսաստանը հանես նաեւ այն փողերը, որոնք իրանք ունեն, իրենք Քոչարի կուսակցության կարող է կարգի ձայներ ստանան, հա, որովհետեւ քաղաքական ուժ այդտեղ չկա, այդտեղ կա ֆինանսի շուրջ խմբավորված մարդիկ, հա, ու նաեւ անց, որը տենց ինչ որ ընկալում ունի, որ ինքը ուժեղ է, ինքը տենց հարուստ է եւ շատերի համար սա նույնպես գիտեք, մենք մի քիչ ռացիոնալ եւ որ փորձում ենք վերլուծել մարդկանց մոտիվացիան հաճախակի շատերը ընկալում են, որ Սամվել Կարապետյանը կգա, իրանց փող կտա, իրենց սոցիալական հարցերը կլուծի կամ իրենք Եվ ոչ թե մեկ անգամ, այլ 5 տարի շարունակ։ Այո, սա այն քաղաքական մշակույթն է, որ ձևավորվել է Հայաստանում հատկապես 90-ականների երկրորդ կեսերից, երբ որ ամեն մի ընտրություն եղել է սկզբից 90-ականներին դուք հիշում եք հումանիտար օգնության բաշխելու միջոց, եւ որ մարդկանց խոստանում էին, իսե ձեթի, ալյուրի, չգիտեմ ինչի փոխարեն Լավի ձեթ մուրավա։ Այո, մեր գյուղում առաջին ընտրությունները, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է, եղել է խոստումը, որ մեզ միացնելու են հայկական հեռուստաալիքներ, չկար գյուղում հայկական, ռուսական առաջին ալիքներ եւ առաջին ընտրությունները ինքը ճանապարհով է հաղթել։ Երկրորդը արդեն լցոններով եւ այլն, հա։ Ու մարդկանց այդ դեգրադացիան, երբ որ մարդկանց օգտագործել են, ճնշել են, իրավունքներից զրկել են, այդ աղքատությունը, հա, սոցիալական վիճակը, Ղարաբաղի խնդիրը, որ հյուծում էր Հայաստանը եւ այլն, այնքան են թույլատրել Հայաստանում նաև բնակչության այդ հակազդելու միջոցները եւ նաև սոցիալական վիճակը այնքան ծանր եղել, որ մարդիկ նաև այդ Մասլոյի բանը գիտեք, չէ, բուրգը, որ սկզբից եթե այդ բազային կարիքները մարդու բավարարված չեն, ինք ավելի բարձր բաների մասին չի մտածում, այ մենք այդ բուրգի բնակչության մի զգալի մասը բուրգի դեռ հիմքում է գտնվում ցավոք սրտի ու մեր քաղաքական ուժերը ոչ թե նպաստել են, որ ինքը մնա այդ կետի վրա, դա օգտագործել են ընտրություններին, այդ ձայներ գնելու մշակույթը, որ ձևավորվեց, հա, ու կարծում եմ սա երկարաժամկետ առումով շատ նեգատիվ արդյունք կարող է ունենալ, իսկ Երևանում ես կասեմ մի ուրիշ վտանգ կա, ցավոք սրտի, այն դժգոհությունը, որ նույնպես կա նույն Արցախի պարտության հետ կապված, ընդհանրապես նաև հոգնածությունը, որովհետև այնուամենայնիվ 18 թվականից այս կողմ նույն դեմքերն են քաղաքական, նաև Նիկոլ Փաշինյանը բնակչությունը հատկապես քաղաքներում արագ դրանից հոգնում է, հա, ասենք այդ ընկալումը առաջնորդի քաղաքում մի քիչ ուրիշ է ինչ որ գյուղում։ Ես կարծում եմ սա շատ վտանգավոր հետևանքների է տանում, որովհետև երիտասարդության մեջ էլ օրինակ ավելի աչական, ավելի sense ազգայնական ես կասեի հակադեմոկրատական ինչ որ միտումներ եմ տեսնում, դեմոկրատիայի նկատմամբ նաև հիասթափեցում ինչ որ, հա, որ հիասթափածություն որ կա ու սա հաղթահարելու համար իսկապես ակտիվ աշխատանք է պետք, նաև Երևանում ես կասեի Հայաստանի բնակչության փաստացի գրեթե 45%-ն է բնակվում եւ նաև այն խնդիրները, որ բնական են, ասենք տրանսպորտի խնդիր, ինքը կրիտիկական գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում, նպաստում է ընդհանուր քաղաքական հայացքների վրա, այսինքն ես կասեի, որ Երևանում քաղաքը կառավարելու այս բանը, հա, ձախողումը, իսկ օպերատիվ կառավարման խնդիրներ։ Այո, որոնք կուտակվում են այս հարցերը ու ցավոք սրտի դրանք չեն լուծում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, բայց ես կարծում եմ մեծ կոմունիկացիայի խնդիր ունեն, եւ որ բնակչությանը չեն բացատրում ինչու են այս կամ այն որոշումները կայացնում, հետագայում կարող են նաեւ բերել վատ արդյունքների եւ ծանր հետևանքների նաեւ քաղաքական ասպարեզում, եւ որ կարող են պոպուլիստական հատկապես ուժերի համար այստեղ շատ պարարտ լայն ասպարեզ բացել։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես
Սիրելի ունկնդիրներ, ես կարծում եմ, որ այս խոսակցությունը իսկապես շատ գործնական հողի վրա էր, բայց այս խոսակցությունը մենք սահմանափակված ենք ժամանակի մեջ եւ չենք կարող անverջ շարունակել, թեպետ բազում դեռ խնդիրներ մնացին։ Ես շնորհակալ եմ պարոն Մելիքսեթյանին եւ կարծում եմ, որ մենք կերկրորդենք մեր հանդիպումը։ Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ շատ հետաքրքիր պատմություն կա կապված Ալեքսանդր Մակեդոնացու հետ։ Գորջան հանգույցի մասին է խոսքը։ Նախքան Ալեքսանդր Մակեդոնացու այդ քաղաքը գնալը բազում խելամիտ, ինչ ասեմ, աշխարհի ամենաերևի թե նշանավոր այդ բանի նշանավոր մարդիկ փորձել էին քակել Գորջան հանգույցը, բայց Գորջան հանգույցը որևէ կերպ չէր քակվում։ Ինչքան փորձում էիր միմյանց հանգուցված թելերը բացել, այնքան կծիկը խճճվում էր։ Ալեքսանդր Մակեդոնացին խնդիրը լուծեց սրի մեկ հարվածով։ Ես կարծում եմ, որ պատմական փաստերը հիշատակելը սոսկ պատմություն հիշել չի, պատմական փաստերը հիշատակելը պետք է փոխադրել մեր իրականություն։ Գուցե հասել է ժամանակը մեր ժամանակի Գորջան հանգույցները թրի հարվածով լուծելու, որովհետև ռիսկի չգնալը շատ ավելի մեծ ռիսկեր կարող է առաջացնել, իսկ այդ ռիսկերը վերաբերում են մեզնից յուրաքանչյուրի կյանքին։ Բարին ընդ ձեզ, շնորհակալ եմ։